Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի քաղաքական եւ հոգեվոր կյանքում լարումների նոր փուլ են սպասվում։ Վերջին օրերին իշխանական ամենաբարձր շրջանակների հայտարարությունները ավելի քան ուղիղ են։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II պետք է ազատի Վեհարանը եւ հեռանա։ Վեհարանի արձագանք եւ ներքին դիրքորոշումը կաթողիկոսը բացահայտ մեկնաբանություններով հանդես չի եկել, սակայն վերջին ելույթի ժամանակ, երբ դիմավորեց ուխտագնացության մասնակիցներին, նա խոսեց քաղաքական հալածանքների մասին, առանց անուններ նշելու։ Այդ ելույթը շատերի կողմից ընկալվեց որպես հղում իշխանություններին։ Ըստ Ժողովուրդ օրաթերթի Վեհարանից ներս կաթողիկոսը հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման, նույնիսկ իրավապահների կողմից կալանավորման դեպքում։ Նա ընդգծել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսությունից, անգամ եթե ստիպված լինի եկեղեցին ղեկավարել կալանավայրից, սա արդեն ինստիտուցիոնալ դիմադրություն կամքի դրսևորում է։ Հատկապես եթե այս տեղեկատվությանը հավելում ենք Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամայի տարածած կաթողիկոսին պաշտպանող հայտարարությունը, որը Հայաստանում պետք է իշխանության փոփոխության հիմք դառնա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. արդեն 1 ամիս է անցել Փարաքարի համայնքապետի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վոլոդիա Գրիգորյանի սպանությունից, սակայն իրավապահ համակարգը դեռ չի ներկայացրել գործի ամբողջական եւ լուրջ բացահայտում։ Վոլոդիա Գրիգորյանի մայրը Մարինե Գրիգորյանը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում նշել է, որ համոզված է սպանությունն ունեցել է ոչ միայն կատարող, այլև պատվիրատուներ եւ կազմակերպիչներ։ Պատվիրատուներն ու կազմակերպիչները դեռ ազատության մեջ են, միայն կատարողին գտնելը բավարար չէ։ Իրավապահները պետք է հասնեն նրանց, ովքեր կանգնած են այդ ամենի հետևում, Ժողովուրդ օրաթերթին տված հարցազրույցում ասել է Մարինե Գրիգորյանը։ Օրաթերթին հասած իրավապահ համակարգի վստահելի աղբյուրների տեղեկություններով գործի շրջանակում նշանակվել են բազմաբնույթ փորձաքննություններ, սակայն այն դեռևս չի ասել պատվիրատուների եւ կազմակերպիչների բացահայտմանը։ Սպանության հիմնական օղակները մնում են անհայտ։ Հիշեցնեմ, որ սպանություն կատարող անձը, ենթադրյալ սպանություն կատարող անձը, սպանությունը կատարելուց 10 օր առաջ Վոլոդիա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող Մեհեր Ախտոյանին ճանապարհել էր արտերկիր եւ օդանավակայանում միասին լուսանկարվել էին։ Կարծում եմ, սա գոնե պիտի ոստիկանությանը օգներ գտնելու պատվիրատուներին, առնվազն կասկածյալ որպես, պետք է Մեհեր Ախտոյանը հրավիրվեր ոստիկանություն, այնինչ կարծեք թե ոչ հրավեր է եղել, ոչ հետախուզում է հայտարարվել, եթե չի ներկայացել։ Ինչևէ, սպասենք դեպքերի զարգացմանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 3 Արմլուրեեմի աղբյուրները փոխանցել էին, որ կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի կրթական նորարարությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսօր հայտնի դարձավ այդ մասին պաշտոնապես։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ պետք է հավասարապես պատասխանատվություն կրեր իր կողմից երաշխավորված ռեկտորի արարքների համար, երեկ որոշել է դադարեցնել ռեկտոր Սրփուի Գևորգյանի լիազորությունները, բայց մի սկանդալից դուրս չեկած նախարար Անդրեասյանը հաջորդ սկանդալի կիզակետում է հայտնվել։ Օրաթերթը տեղեկացավ, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորի ԺՊ նշանակված Մկրտչյանը դեռևս 2020 թվականին մի սկանդալում էր հայտնվել։ Նա թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ օրինակ հայկական լեռնաշխարհը Արևելյան Անատոլիա կամ Կովկաս է անվանվում։ Այդ ժամանակ անգամ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ազգային անվտանգության ծառայությանը։ Ինքը Մկրտչյանը իր հարցազրույցներում երբեք չի երգել այդ տեղեկությունը։ Ավելին, հայտարարել էր, եթե ժամանակին գործընկերներս արձագանքեն եւ նույն ջանասիրության բաստողումները մատնանշեն, գուցե 2019 թվականին, երբ լույս էր տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացները իրար հետ ամենևին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն, ասել էր Մկրտչյանը։ Սա իհարկե շատ նորմալ նշանակում է
Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ընթացքում ես չեմ բացառում, որ անգամ թուրքական կողմի ցանկությունը լինի մանկավարժական համալսարանի ռեկտորի ԺՊ այս անձին նշանակելը, ասում եմ բավական սերտ տենց հարաբերություններ ունի թուրքական այսպես կոչված պատմագիտական շրջանակների հետ, մենք լավ գիտենք այդ շրջանակները ովքեր են եւ իրականում ինչ գործառույթ են իրականացնում։ Հրապարակ թերթը գրում է. կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում մեր տեղեկություններով համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։ Օրեր առաջ հրապարակվեց Աղան Քահանայի հետ Նաթան arczepiskopos-ի հեռախոսազրույցը։ Պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ուժայինների, թերևս ԱԱԾ-ի կողմից։ Ապա այն տարածելու մեսիջները հանրությանը հասցնելու մանրակրկիտ ծրագիր է մշակվել, որը մեր տեղեկություններով իրականացրել է հավասար իրավունքներ եւ անկախ լրատվամիջոցներ ընկերությունը։ Կառավարության հետ միասին կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ նյութեր, ռեսուրսներ, ընկերությունը մոդելավորել է արշավը։ Մեզ ասացին, որ ընկերության փորձագետների խորհրդատվությամբ են կառավարությունում եկել համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ հաղթել եկեղեցուն, եւ դա պետք է անել մինչեւ նախընտրական փուլը։ Այժմ նոր նյութեր են պատրաստվում հրապարակելու եւ նոր քայլեր են մշակվում։ Այո, առաջին իսկ օրվանից էլ հասկանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ խորհրդատվությամբ է այս գործընթացներն առաջ տանում եւ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ամբողջ կառավարման ընթացքում այդ խորհրդատուները արևմուտքից մշտապես արկա են եղել եւ ցավոք սրտի ի տարբերություն մեզ իրենք լավ են ուսումնասիրել մեր հանրությանը, սոցիալ հոգեբանությունը, ընկալումները, մոտեցումները, արձագանքները եւ այդ լավ ուսումնասիրության հիման վրա հրաշալի շակերտների մեջ կամ իրենց համար հրաշալի քարոզչական արշավներ են կազմակերպում ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր դաշտում չի եղել որևէ քաղաքական միավոր, որ այսպես մանրակրկիտ աշխատանք տանի, որ լավ հասկանա ինչ է ուզում, ինչ է մտածում ժողովուրդը, ինչ է ուզում լսել, ինչ տրամադրություններ ունի, խոսքը միայն սոցիոլոգիական հարցումների մասին չէ, ընդհանուր ժողովրդի բնութագիրը կարծում եմ որևէ ընդդիմադիր խումբ միավորում չունի ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի։ Եվ դրա համար է, որ Նիկոլ Փաշինյանի այս զառանցանքները, որոնք մեզ թվում են զառանցանքներ, իրականում ավելի հասանելի են ժողովրդին, քան ընդդիմադիր տարբեր ուժերի, գործիչների մեզ համար գոնե adekvat թվացող հայտարարությունները, գործողությունները։ Փաստ օրաթերթը գրում է. նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու վաղար շաբաթ համայնքի հավաքանու ընտրություններ, քաղաքական ուժերը բավականին ակտիվորեն նախապատրաստվում են դրանց, երեկ արդեն տարբեր տեղեկություններ ենք ստանում, որ իշխող ուժը խախտումներով է սկսել քարոզարշավը։ Երեկ մեկնարկեց նաև հայրենիք կուսակցության քարոզարշավը, կուսակցության քաղաքապետի թեկնածուն Խաչիկ Մանուկյանն է, որ քարոզարշավի մեկնարկը սկսել է Եռաբլուր այցից։ Մանուկյանը կասկած չունի, որ այս ընտրություններում իշխանությունն օգտագործելու է վարչական ռեսուրս, կցանկանայի, որ չարության ռեսուրսները չկիրառեին, այնպես չանեին, որ մեր ժողովուրդը վերջնականապես հիասթափվեր բոլոր նրանցից, ովքեր այսօր ստանձնել են երկրում իշխանության ղեկը, չնայած իշխանություն չկա, նրանք օտարի շահերը սպասարկողներ են, ասել է Խաչիկ Մանուկյանը։ Փաստ օրաթերթը գրում է. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացում կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2339L որոշման մեջ։ Որոշմամբ սահմանված է անկախիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը, որի համաձայն տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվելու է այդ ամսվա նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների եւ վճարումների գործարքների 12%-ի չափով։ Ընդ որում, հետվճարի գումարը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Միևնույն ժամանակ որոշմամբ սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումն իրականացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Աշխեն Հայրապետյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի մայիսին, մինչ այդ նա ԱԺ-նախագահի օգնականն էր ընդամենը։ Հայրապետյանը այն եզակի աշխատակիցներից է, որ մշտապես ուղեկցում է Սիմոնյանին որպես ԱԺ-նախագահի հագուստի արդյունքի գծով խորհրդական։
ԱԺ նախագահի խորհրդականի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1.890.000 դրամ, կանխիկ դրամական միջոցները 402.000 $, 11.5 միլիոն դրամ, Աշխեն Հայրապետյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 միլիոն դրամ, որից 12 միլիոն դրամը աշխատանքի վարձատրություն է, ԱԺ աշխատակազմից, իսկ 2.439.000 դրամը եկամտարկի վերադարձ պետական եկամուտների կոմիտեից։ Չեք լսել եւ վստահաբար եթե անգամ փնտրեք էլ չեք գտնի, որ նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ ազգային ժողովի նախագահի հագուստ արդուկողը 15 միլիոն դրամ, 12 միլիոն 710.000 դրամ գումար ստանա։ Այսինքն ամսական 1 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում Ալեն Սիմոնյանի հագուստ արդուկողը։ Սա աբսուրդ է, սա չգիտեմ, սա նման հաճույքներ իրենց թույլ չեն տալիս անգամ արաբական շեյխերը, չգիտեմ, նավթային հզոր ընկերությունների տնօրենները։ Երևի թե նրանք կարող են իրենց թույլ տալ, բայց ես չեմ լսել, որ այդպես հաճախ նման պատմություններ չեմ լսել։ Սովորաբար բոլոր հյուրանոցներում ի վերջո Ալեն Սիմոնյանը երբ որ պաշտոնական այցով որևէ տեղ է գնում, այնտեղ գիշերակացը հյուրանոցում է, կա հարթուկման ծառայություն, որը վստահաբար ավելի էժան կնստի, որովհետև տարվա 365 օրը Ալեն Սիմոնյանը դրսում չի, մեծ մասը Հայաստանում է։ Ավելի էժան կնստի պետական բյուջեի վրա, քան 12 միլիոն 710.000 դրամը, որը տրվում է այս կնոջ։ Սա հարգելի ժողովուրդ ձեր մեր հարկերից է գնում։ Դուք ինքներդ գնահատեք իրավիճակը, արդյոք դուք ուզում եք իշխանավոր, որի հարթուկ անողը, հագուստ հարթուկողը 12 միլիոն, ամսական 1 միլիոն աշխատավարձ ստանա։ Դուք այդքան ստանում եք։ Ուրեմն մի շատ հետաքրքիր հոդված կա, փաստերի ստուգման հարթակն է հրապարակել, որը ակնառու կերպով ցույց է տալիս, որ Արցախահայերի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունները դա Ալիևա-Փաշինյանական գործողություն է, կամ առնվազն Նիկոլ Փաշինյանը հաշտ է եւ համերաշխ է տեղի ունեցածի հետ, համերաշխ է, որ 9 ամիս արցախցիները բլոկադայի մեջ մնացին, իսկ հետո հայաթափվեց ամբողջ Արցախը։ Ուրեմն Երևանում հոկտեմբերի 21-ից 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ եւ երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի ունեցել երկկողմ կլոր սեղան քննարկում։ Ըստ աղբյուրների ադրբեջանական կողմից ի թիվս այլոց ներկա եղել նաեւ Դիլարա Էֆենդիևան։ Նա փաստերի ստուգման հարթակի ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերից։ Արցախի Ադրբեջանի այսպես կոչված էկոակտիվիստներից մեկն էր, ով արգելափակել էր Լաչինի միջանցքը։ Այս կնոջ հետ հանդիպել է Էֆենդիևայի հետ հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղարը, հա, իր նախկին մամուլի խոսնակն էլ հրավիրել է Հայաստան։ Վստահ եմ առիթ լիներ Նիկոլ Փաշինյանն էլ կհանդիպեր։ Այսինքն արցախցիների էթնիկ զտման մասնակիցը առնվազն քարոզչական, տեղեկատվական, հանրային առումով եկել է Երևան եւ արցախցիների ցեղասպանության մասնակիցը Նիկոլ Փաշինյանի թիմակիցների հետ քննարկում է հայերի հետ խաղաղ ապրելու տարբերակներ եւ հնարավորություններ։ Սա կարծում եմ անգամ Նիկոլ Փաշինյանից հնարավոր չէր նման բան սպասել, բայց մենք տեսանք դա։ Հիմա էլի պիտի գանք ժողովրդին եւ ասենք, հարգելի ժողովուրդ, ձեզ սա ձեռ է տալիս, ձեզ սա դուր է գալիս, որ ձեր մեր հայրենակիցների դեմ ցեղասպանության մասնակիցը որպես խաղաղության գործընթացի այսպես տարածող դեսպան Երևանում է եւ հանդիպում է Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Ինչևէ, մինչև անցնենք միջազգային մամուլի հրապարակումների ներկայացման, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։
Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ սեղմեք զանգակի կոճակը, գրեք ձեր կարծիքը, անցնենք միջազգային մամուլի հրապարակումների ներկայացմանը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտրոն հայտարարել է, որ Բուդապեշտը չի ձերբակալի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային քրեական դատարանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, եթե նա այցելի իր երկիր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Այս մասին ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի կժամանի Իսրայել, իսկ հաջորդ օրը կհանդիպի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, հայտարարել է Իսրայելի կաբինետի խոսնակ Շոշ Բեդրոսյանը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ի գագաթնաժողովում Եվրամիության ղեկավարների հետ կքննարկվի Կիևին ռուսական ակտիվներով նոր վարկ տրամադրելու իր առաջարկը, որը Բրյուսելում համարում են ռեպարացիոն, այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիի գործակալությունը։ Իրանը չի վերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցությունների իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցի վերաբերյալ այնքան ժամանակ, մինչև Վաշինգտոնը չհրաժարվի չափից մեծ պահանջներից, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Մոլդովայի խորհրդարանի այլընտրանք ընդդիմադիր դաշինքը, որն իրեն ներկայացնում է որպես Եվրոպամետ, գլխավորում է Հայկ Վարդանյանը, փոխնախագահն է դարձել Օլգա Ուրսուլան, քարտուղարը Լիանա Յակոնինը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալավա Պապուաշվիլին Բրյուսելին մեղադրել է երկրում անկարգություններ կազմակերպող ահաբեկիչներին աջակցելու համար, այս մասին նա գրել է Facebook-ում։ Այն, որ Բրյուսելի ընտրած հակավրացական ուղին հանգեցրել է ահաբեկիչների աջակցությանը, վաղուց էր ակնհայտ։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ իրողությանը, գրել է Պապուաշվիլին իր Facebook-յան էջում։ Այսօր այսքանն ենք առանձնացրել տեղական միջազգային մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։